Հայրույս ձեր բոլորին, Տեր Հիսուսի անունով կողջունեմ ձեր բոլորդ, հուսալով և հավատալով, որ Տերոջը շնորհքը մեր բոլորին հետն է, մեզի օրհնելու և այստեղ հավաքված ենք այն հույսով, այն հավատքով, որ Տերը ներկա է իր տանը մեջ և մեզի օրհնելու համար մեզի առիթներ կտա։ Եվ որքան կարևոր է, որ գիրակի արդուները այս պահը Աստծո նվիրենք բոլոր դժվարություններուն թեմթնելով և հավաքվենք իր տանը մեջ զինք պաշտելու, պարապանելու և իր խոսքը լսելու։ Անցյալ շաբաթ բադվերին մեզի հետ բաժնեկցեցավ Աստծո խոսքի կարևորության և Աստծո խոսքի թարգմանության մասին։ Մենք, որ այսօր մեր դուներուն մեջ, մեր եկեղեցիներուն մեջ, մեր սինակներուն մեջ Աստվածաշունչ ունենք, ադիկա թյուրին գերբով մեզի չէ հասած։ Թարերու ընթացքին Աստծո խոսքը միշտ, այսպես ասած, գրվախնձոր եղած է, ինչպես հայերենով գսենք, պատճառ եղած է, որ խնդիրները լան, որ Աստծո խոսքը ժողովրդին պետք է մատչելի լա կամ ոչ։ Շատերը իրենց կյանքը տված են, որպեսզի Աստծո խոսքը ժողովրդին մատչելի դարձնեն։ Եվ այսօր մենք ունենք մեր ցերկերուն մեջ շատ անգամներ նկատի չենք առներ, բայց Աստվածաշունչը, որ մեր ցերկերուն մեջն է, անոր քինը վճարված է։ Շատեր իրենց կյանքը տված են, շատեր աշխատած են թարգմանելու, մեր մեջ ունենք բադվերին, որ թարգմանությամբ սպաղած է, շատերը քիշերներ լույս ցուցած են, որպեսզի մենք կարողանանք գարտալ և հասկանալ։ Այնպես որ եկեք արժեքը գիտնանք Աստվածաշունչին, որ մեր ցերկերուն մեջն է։ Մեր այսօրվա նյութն է գերբարանափոխող խոսքը, անգլերենով the transforming word, կամ the word that transforms, խոսքը, որ գերբարանափոխե, կամ գփոխե, մեկ վիճակ է, ուրիշ վիճակի գդարձնե։ Գիտեմ, որ քիչ մի երկար է բառը հայերենով, բայց եւ այնպես մեջը խորունկ իմաստ կա, բարդ բառ է ինքը, գերբարանափոխող, գերբարանքը գփոխե, վիճակը գփոխե։ Խորեն եղբայրը մեզի գարտած 119-րդ Սաղմոսին առաջին 16 համարները։ 119-րդ Սաղմոսը 178 համարներ ունի և գրեթե Աստվածաշունչին մեջտեղը կգտնվի։ Ամենը երկար գլուխն է, բայց և այնպես գխոսի ինքն իր մասին, Աստուծո խոսքին մասին։ Եվ ադիկա ցույց կտա, որ որքան կարևոր է Աստուծո խոսքը, որ 119-րդ Սաղմոսը գրողը, որ ինքնին անհայտ է, շատերը գսեն, որ Դավիթ թագավորն է, գրնալ Դավիթ թագավորն է, բայց չենք գիտեր ով է։ Այս Սաղմոսը գրողը համդեսած է և գիտած է, որ որքան կարևոր է Աստուծո պատվիրանքները, Աստուծո օրենքները և անոր խորհուրդները։ Եվ այնպես շատ հատվածներ կգտնենք Աստվածաշունչին մեջ, որ կխոսի Աստուծո խոսքին մասին, ինքն իր մասին և Աստուծո խոսքին կարևորության, գործին և ուղղություն տալու մասին։
Հիմա որովհետև մեր ժամանակը գարջ է, ես միան մեկ բաժին անդրեցի եւ այդ հատվածին ընդմեջեն գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ, կպապակին բաժնեկցիլ ինչ որ գահավադամ Աստված սրտիս վրա դրավ։ Այդ բաժիններն մեկը Եբրայեցիներու գրող անցին խոսքերն են։ Եվ ադիգա գտնվի Եբրայեցիս 4-րդ գլխուն 12 եւ 13 համարները։ Հետևյալը գսե. Վասնզի Աստուծո խոսքը գենտանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ գտապանցե մինչև շունչը ու ոգին եւ հոտվածները ու ձուծը, գքննե սրտին խորհուրդները ու մտածումները։ Չկա արարածը, որ անոր թեմ չերևնա, հապա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերուն առջև, որում պիտի դրվի մեր հաշիվը։ Աստուծո խոսքը գենթանի է եւ զորեղ։ Եկեք այս երկու Փարերուն վրա քիչ մը գետրոնանանք եւ մտածենք, թե ինչ կնշանակե Աստծո խոսքը գենթանի է։ Գենթանի է, այսինքն աբրող է, այսինքն ներկա է, այսինքն մեջը կյանք կա եւ ալավերին Աստծո խոսքը կյանք գուդա։ Բարս խոսք մը չէ ադիգա, այլ կորձունյա խոսք մն է, կյանք դվող խոսք մն է, խոսք մը չէ, որ երբ որ գգարտանք, գլսենք, գմտածենք, ադիգա մեզի բարձաբես քաղափարներ գուտա, միան ադիգա չէ, կամ բարձաբես մեզի գիտություն գուտա, բարձաբես մեզի որոշ բացատրություններ գուտա, knowledge, այդ բոլորը գնե Աստծո խոսքը, բայց ատկե անտին գնե, որ ինքը կյանք ունեցող խոսք է եւ կյանք կուտա մեզի ամեն անգամ, որ գգարտանք եւ մեր մեջ գմփրնենք այս խոսքը։ Նույն ինքն Աստված ստեղծագործեց ինչ որ գա մեր շուրջը եւ ինչ որ ենք մենք իր խոսքովը խոսեցավ եւ քոյություն ունեցավ ինչ որ ունեցավ խոսեցավ խավարին եւ լույսը ծագեցավ խոսեցավ հողին եւ աթամ ոտքի ելավ խոսեցավ երկինքին եւ աստղերը երևցան Աստուծո խոսքը գենթանի է կյանք դվող խոսք է այս պատճառով Հիսուսը ասավ այն խոսքերը որոնք ես ցեզի կխոսիմ հոգի եւ կյանք են Հովաննու 6:64 այն խոսքերը որ ցեզի կխոսիմ հոգի են կյանք են աբրող են ճշմարտություն են իրականություն են Եվ անորամար ամեն անգամ որ Աստվածաշունչը կգարտաս եւ մանավանդ Հիսուսի խոսքերը կգարտաս քիծած եղիր որ այդ խոսքերը քեզի կյանք կուտան Եվ եթե այդ սրտով եւ այդ հոգիով գարտանք այդ կյանքը կստանանք եւ այդ կյանքը գաբրինք Աստծո խոսքը գենթանի է Աստծո խոսքը զորեղ է Զորություն ունի, աստու է, աստեցի է, արդյունք կուտա Եվ որ Աստուծո խոսքը գարնենք եւ գմփրնենք, ադիգա արդյունք կուտա Փան մը գփոխվի մեր մեջ Նայեցեք Աստված ինչ կսե Եսայի մարգարեին միջոցով Վասնզի ինչպես անձևն ու ցյունը երկինքեն գիչնեն Եվ հոն չեն թարնար Հաբա երգիրը գորոքեն
ու զանիգա բդրապեր ու արքասավոր գթարցնեն, ցանողին հունդ և ուդողին հաց կուտան։ Գսե, որ ինչպես որ ցյունը և անձրևը երկինքեն երգիր գիչն է, և հողը չուր գնե, թաց գնե, խոնավ գնե, և այդ չուրը, որ հողին վրա գիչն է, գսկս ինչ ըլլալ հողին դագեն, ցանված սերմը արդյունք կուտա։ Երևակայեցեք, որ դուք ձեր բարդեզները չի չրեք, դուք ձեր ծաղիկները չի չրեք, ինչ կբադայի, գչորնա։ Հիմա օտերը բաղեցան, մենք պեր բադշկամը քանիմը պաներ ծանած էինք, գինս ներս մծուց, անոնք որբեսի բաղեն չի չորնա։ Հիմա ամեն անգամ, որ գեսորև էժդում ու կային զիգսե այսօր ծաղիկները չրեցիր, որովհետև չի չրվին է, բոլորս ալ գիտենք, որ պիտի չորնա։ Աստծո խոսքը ճիշտ այդ չուրին պես է, որ եթե տուն այդ խոսքը առնելով քու մեջդ չամփարես, տուն ձայգի մպես կչորնաս։ Աստծո խոսքը չուրի պես աստեցիկ է, ինչպես հողը պետք ունի այդ չուրին, այնպես ալ մարդ արարածը պետք ունի Աստծո խոսքին։ Ուրեմն նաև որչափ կարևոր է Աստծո խոսքը։ Իմ պերնես ելած խոսքն ալ գսե այնպես պիտի ելլա, չուրին պես պիտի ելլա, որ երկինքեն գիչտե, գսե ինձի բարապ պիտի չի տարնա, արդյունք պիտի դա այսինքն, հավա իմ գամքս պիտի գադարե, հաչողությամբ կործատրե այն բանը, որուն համար զանիգա ղրգեցի։ Աստծո խոսքը գենթանի չուր մնե, որ յուրաքանչյուրս պետք ունենք սնվելու, որպեսզի կարողանանք արդյունք տալ։ Թե պետք ասենք, որ քրված խոսք մնե, կգարտանք, ինչ կրնա փոխել։ Գիտեք, երբ որ քանտակագործություն մտեսնես, կամ օրինակ առնենք եկեք Մայքլ Անջելոն, անոնք, որոնք իտալիակացած են, շատ մի եկեղեցիներու մեջ տեսած են Մայքլ Անջելոյի գործերը։ Հիանալի, քեղեցիկ։ Ես աչքերովս չեմ տեսած, նկարները տեսած եմ։ Գիտեք, ինչ բանը այդ քեղեցիկ քանտակի գործ վերածեց։ Մուրճը եւ երկաթը միան։ Մուրճը եւ երկաթը բավարար է, որ այդ ժայռը քեղեցիկ քանտակի մը վերածվի։ Ոչինչ է մուրճը եւ գդորմի երկաթը։ Բայց երբ որ արվեստակետին ցերքն է, այդ դքեղ քարը, այդ դքեղ ժայռը ամենակեղեցիկ քանտակի գվերածվի։ Ես եւ ցուն այդպես ենք, այդ ժայռին պես ենք, որ մեղքի պատճառով դքեղ ենք, փանիմը չենք կար։ Բայց երբ որ Աստծո ցերքին մեջ կլանք, Աստված իր մուրճը, իր խոսքը գկործածե եւ մեզի կսկսի քանտակել եւ գվերածվինք քեղեցիկ արվեստիմը, քեղեցիկ արվեստի արարգայիմը, ինչպես այդ ժայռերը վերածվեցան քեղեցիկ քանտակիմը եւ յուրաքանչյուրս կսկսին ցեվագերբվիլ Քրիստոսի բատկերը գարնենք, գարձեք թե Քրիստոսի քանտակը գարնենք, Աստծո խոսքը այդ մուրճը եւ այդ երկաթի գդորն են, այդ մեծ քամերն են, որ եթե ճիշտ կերպով կործածվի, Աստծո գոմե, երբ որ մենք ճիշտ կերպով հանձնվենք Աստծո ցերկերու մեջ, մեզի այդ քեղեցիկ գերբարին կփոխե։ Աստծո խոսքը հզոր է, զորավոր է,
Աստծո խոսքը կյանք տվող է, կենդանի է։ Շարունակելով այս խոսքին մեջ, այս հատվածի մեջ, Եբրայեցիներու նամակը գրողը, որը սեմ դարձյալ չենք գիտեր ով է, հավանաբար գսենք Պողոս Արաքյալը, գրողը նմանցնե Աստծո խոսքը, գիտեք ինչի, երկսայրի սուրի։ Սուրմը, որ երկու կողմեն սրած է, երկու կողմեն ալ սուր է։ Հիմա մենք մեր դուներում մեջ, խոհանոցին մեջ թանակ կգործածենք, դեսագավոր թանակներ ունենք, միս կդրելու, կետախնցոր գեղվելու, բդուղ կդրելու և այլն, դեսագավոր թանակներ ունենք, որ մեկենի սուր չենք գործածեր, մեկը կա, որ իր խոհանոցի մեջ սուրով կգդրե, չենք գործածեր, թանակ կգործածենք, որովհետև պետք ունենք, որ մեկ կողմը սուրը լա, որովհետև կարողանանք մյուս կողմով մադերնից տնել, ցերկերնից տնել, թե ոչ գվիրավորվինք։ Աստծո խոսքը գսե երկու կողմեն սուր է։ Որ կողմեն որ զարնվի, որ կողմեն որ կա գգդրե։ Բանը չի գա, որ Աստծո խոսքին առջև գտնա գենալ։ Սուրը ինչի համար է։ Հիմա գիտեք, փանակներ սուր չեն գործածեր այլևս, զենք կգործածեն, տեխնոլոգի կգործածեն բادرազմի մեջ, բայց այն ժամանակ սուր կգործածեին։ Սուրը երկու բան կնե, նախ գբաշխբանե զինվորին, երբ որ թիմացի զինվորը իր սուրով պիտի զարնե, զինվորը որ իր ցերկը սուր ունի գբաշխբանե այդ սուրով, եւ երկրորդ սուրը հարցակումի զենք է։ Եթե միան պաշտպանվի զինվորը չի հաղթեր, պետք է նաև հարցակի։ Աստծո խոսքը ճիշտ նույն թերը կգադարի։ Աստծո խոսքը պաշտպանություն է մեզի։ Երբ որ կգարթանք, երբ որ կըմբռնենք, երբ որ գաբրինք Աստծո խոսքը մեզի պաշտպանություն է։ Պայման չէ որ դու ըսկաս ադիգա ինչ կնեկու մեջդ, բայց երբ որ Աստծո խոսքը գահայդարարես քո կյանքիդ մեջ պաշտպանված ես։ Երբ որ Աստծո խոսքը կգարտաս եւ գենթանի է քո տանդ մեջ պաշտպանված ես։ Երբ որ Աստծո խոսքը հերույ է, դու պաշտպանություն չունիս։ Եվ եթե պաշտպանություն չունիս, թշնամին համար թյուրին է քեզի հաղթելը։ Ուրեմն նայեցեք որքան կարևոր է որ Աստծո խոսքը գարթանք, մտի գնենք, գիտնանք, հասկանանք, որպեսզի ադիգա մեզի պաշտպանությունը լա։ Գսե որ գմտնե մարդուն մինչև հոգին, մինչև անոր շունչը, միտքը, խորհուրդը, մտածումները։ Հիմա ով գիտե մեզ ով ինչ կմտածե գոր։ Ով գիտե իր քովինին սրդի մեջ ինչ կա։ Չենք գիտեր։ Ամենը խորուկ տեղերն են։ Քու մտքիդ մեջ ինչ որ կմտածես մեկը չի գիտեր։ Ամենը խորուկ տեղն է քու սիրտդ։ Եվ Աստծո խոսքը գսե մինչև հոն գրնա մտնել։ Մեջտեղ գհանե։ Քու մտքիդ խորհուրդները, քու սրտիդ մեջ եղածները Աստծո խոսքը մեջտեղ գհանե։ Անոր համար Հակոբոս Արաքյալ նմանցուցած է Աստծո խոսքին հայելիիմը։ Մեջտեղ գհանե։ Աստծո խոսքը գսե գտապանցե մինչև ոսկորները եւ ձուծը։ Ձուծը գիտեք որն է ոսկորի մեջի այդ յուղը, որ ամենը համովն է։ Մենք հայերս փաչակը սիրենք։ Ամենը համով դեղն է։ Անցյալները ոսկորով ջաշ մարած էինք, ես ոսկորները զարնելու սկսա, դղաներս ասին ինչ կրես կոր բաբա։ Ձուծը մեջն է, ամենը համովն է։ Գիտենք բոլորս։ Աստծո խոսքը գսե մինչև հոն գմտնե։
Մինչև հոն գերտա, չի հաստերիկ տեղը գերտա, երկու կողմեն սուր է, ոչ մեկ բան գրնա իր արջև արգելք կենար, անոր համար գմտնե մինչև մեր ներքին խորքը և մեջտեղ կհանի մեր նպատակները, մեր ցանկությունները, մեր վախերը, մեր մեղքերը, շատ անգամներ մեր քաղտնի մեղքերը, որոնք միան մենք գիտենք, բայց Աստծո խոսքը մեջտեղ կհանե։ Ոչ մեկ բան արգելք է, որ չի թափանցե խոսքը, այլ ամեն տեղ գրնա թափանցել։ Աստծո խոսքը խորհուրդներ մեջտեղ կհանե։ Ադե իր գործը, ադե իր նպատակը, փամը չի գա որ թիմացը գենա եւ արգելք գենա։ Մեջտեղ կհանե եւ դուրս կհանե մտությունը, հբարդությունը, մեղքը, խապկանքը, գեղձիկը, Աստծո խոսքը մեջտեղ կհանե։ Ինչու համար այս բոլորը գնե Աստծո խոսքը, որովհետև գսե մարդուն սրդին խորհուրդները գքննե, մարդուն սրդին մտածումները գքննե, դուրս կհանե, ինչ որ գմտածե գոր, ինչ որ գծրակրե գոր, այդ բոլորը խոսքը դուրս կհանե։ Ինչ որ չերևիր, ինչ որ չի տեսնվիր, ինչ որ գնենք, մեր թրթապատճառները, motivations, Աստծո խոսքը մեջտեղ կհանե։ Ամեն բան բաց ու հստակ է այս խոսքին առջև։ Հիմա մենք երբ որ անակիստ կլանք, բժշկի երտանք։ Հիմա բժիշկները դուրս են գքնեն, բայց ադեներ շատ բան չեն հասկնար, մեզի նկարի կղրգեն։ Հիմա երեք տեսակ նկարներ կան, X-ray կա, CT scan կա և MRI կա, ամեն մեկ իր գործը ունի։ Եթե գդրված տեղմ ունիս, կեզի X-ray կղրգեն։ Եթե միսիտ մեջ, ուղեղիտ մեջ, մարմնիտ մեջ, ստամոքսիտ մեջ և այլն soft tissue, գագուղ, ասենք միսի խնդիրմ ունիս, MRI կղրգեն։ MRI, Magnetic Resonance Imaging, ասիկա հնարողը հայ է այս մեքենան, դոկտոր Ռեյմոնդ Դամադյան, վերջերս մահացավ։ Եվ մեջտեղ կհանե։ Այս magnetic մեքենան, resonance մեքենան մեջտեղ կհանե, մարմնիտ մեջը ինչ կա, շատ հստակ կերպով։ Դե ինաս ոսկորդ կդրվի, X-ray կղրգեն կեզի, X-ray մեջտեղ կհանե, ուր ջայտ կա, ուր կդրված կա։ Աստծո խոսքը ճիշտ աս մեքենաներում բես է։ Դուրս են չերևիր։ Բայց խոսքը մեջտեղ կհանե ծածուկ և խորունկ տեղ ինչ կա։ Ինչու գնե այս բոլորը, որպեսզի հաշիվի բերե։ Հաշիվի պիտի գնանք կսե։ Աստծո առջև հաշիվի պիտի գնանք։ Հիսուսի շատ պատմած արակներուն մեջ հաշվետվություն կար։ Հաշիվ տալ կար։ Գիշեք տաղանդներու արագը, մեկուն դվավ 5, մյուսին դվավ 2, մյուսին դվավ 3 և 1 և հերավոր երկի կրած։ Եվ ետքը վերադարձավ գսե եկեք հաշիվ դվեք ինձի։ Ասի արակները մեկն է։ Հաշվետվություն կա, այսպես գսե աս խոսքի մեջ ալ։ Որում պիտի դրվի մեր հաշիվը։ Ուրեմն տեսեք որքան կարևոր է Աստծո խոսքի ներկայությունը մեր կյանքին մեջ։ Ադիգա մեզի ոչ թե միան գարձիկ կուտա, քաղաքապար կուտա, գսորվեցնե, այլ Աստծո խոսքին հետ երբ որ կորձակցինք, գերբարանափոխվինք։ God's word is not only an information, but also a transformation. Գերբարանափոխե քեզի։ Գթարցնե քեզի։ Մեկ վիճակեն ուրիշ վիճակի։ Անոր համար Պողոս առաքյալ գսե հավատքը
լսելն է եւ լսելը Աստուծո խոսքն։ Հռոմեացիս 10:17։ Ուրեմն խոսքը, երբ որ գլսես եւ միտք գարնես, այդ լսելը ինչի կփոխվի հավատքի։ Հիմա երբ որ դու քո անձդ կգնես եւ գսես որ հավատքս նկարացած է, գիտեք ինչ է տեղը։ Աստուծո խոսքը։ Խոսքով լեցվիր եւ պիտի տեսնես ինչպես հավատքդ պիտի բարձրանա։ Որտեւ հավատքդ կապված է Աստուծո խոսքին։ Լսե խոսքը, մտի գրե, ըմբռնե, քու մեջդ ար։ Եվ ինչպես հողին դագեն այդ փույսը գծելի, այնպես հավատքդ ելնելու պիտի սկսի, բարձրանալու պիտի սկսի, ավելնալու պիտի սկսի։ Ուրեմն Աստծո խոսքը գենթանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուրե գդրուգ է, որ մինչև շունչը եւ հոգին հոտվածները, ձուձը, ոսկորներու մեջը գտապանցե, սրդին խորհուրդները եւ մտածումները գքննե, ոչ մեկ բան կա որ չերևնար անոր առջև, ամեն բան գերևնա, որուն մեր հաշիվը պիտի դանք։ Ուրեմն նայենք ինչպես մենք պիտի կործակցենք այս խոսքին հետ։ Եվ խոսքը նաև շատ կարևոր բան մգնե։ Եվ այսով վերջացնեմ։ Քիչ առաջ մեր եղբայրը Խորենը գարտած 119-րդ Սամոսեն քանի մը համարներ, առաջին 16 համարները, 11-րդ համարին մեջ շատ քեղեցիկ խոսք մգա, որ այսպես կսե. խոսքը սրդիս մեջ պահեցի, որ չմեղանչեմ քեզի թեմ։ Խոսքը սրդիս մեջը պահեցի, որովհետեւ քեզի թեմ մեղք չի գործեմ, որովհետև Աստուծո խոսքը գմակնե մեզի, Աստծո խոսքը գուղե մեզի, բայց ասկե ավելի ալգնե Աստծո խոսքը, ոչ թե միան գմակրե մեզի, այլ նաև մեզի գոքնե, որբեսի մեղք չի գործենք։ Քիչ առաջ կսեի, որ Աստծո խոսքը գպաշտպանե մեզի, փորձություններուց իմաց Աստծո խոսքը մեզի պաշտպան է, որբեսի մեղք չի գործենք, խոսքը սրդիս մեջ պահեցի, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ։ Սամոս 119-11 համար։ Հիշենք Հիսուս ինչպես պատրաստվեցավ իր փորձության ընթացքին, երբ սատանան եկավ։ Այս քարերունս է հաց թողնան։ Մարդ միայն հացով չաբրիր, այլ ամեն խոսքով, որ Աստծո բերն ընկել է։ Հիսուս որդի Աստված ըլլալով Աստուծո խոսքը կործածեց երկսայրի սուրիմը պես։ Իբրև պաշտպան, պաշտպանության զենք եւ իբրև հարցագումի զենք։ Խոսքը սրդիս մեջ պահեցի, որովհետեւ չմեղանչեմ քեզի թեմ։ Մենք մեր մասին մտածենք։ Ուր է Աստծո խոսքը մեր կյանքին մեջ։ Արդյոք Աստծո խոսքը գենթանի է, ապրող է մեր կյանքին մեջ, մեր սրդի մեջ, թե ոչ Աստծո խոսքը բարձավես քիրք մնե մեր քրատարանի մեջ։ Եվ կամ application մնե մեր տելեֆոններուն մեջ։ Եվ կամ գարձես պաշտպան մնե մեր փարցերուն տակ։ Ուր է Աստծո խոսքը մեր կյանքին մեջ։ Արդյոք բահված է մեր սրդին մեջ, մեզի պաշտպան եւ բահաբան, որ մեզի առաջնորդ է սրբության կյանքիմը։ Թույլ դուր, որ Աստծո խոսքը քեզի գերբարանափոխ է։
քեզի transform ալե։ Բարդված վիճակետ քեզի հաղթական վիճակի դանի։ Հուսահատ վիճակետ քեզի հույսով լեցնե։ Անհավատ վիճակետ քեզի հավատքով լեցնե։ Թույլ դուր, որ Աստծո խոսքը կործե քո մեջդ։ Մի կարծրացներ սիրտդ։ Սերմնացանին արագին մեջ սերմը ջամփուն եզերքը ինգավ։ Թրջունները գսեն եկան եւ ինչերին գերան։ Ինչու գերան։ Որովհետև այդ սերմը հողին դագը չանցավ, այդ հողը գարձր էր։ Սերմը հոն մնաց։ Աստուծո խոսքը երբ որ քարացած գարձր սրտին կհանդիպի, չի թափանցեր։ Գագուղցուր քու սիրտդ, որպեսի խոսքը թափանցե քու յանքիդ մեջ։ Թույլ դուր, որ այդ խոսքը մտնե եւ իր կորձը անե, ինչ որ պետք է որ անե քու յանքիդ մեջ։ Թող դերը զորացնե մեզի, թող դերը օգնե մեզի, թող դերը իմաստություն տա մեզի, որպեսզի կարողանանք իմաստությամբ վարվիր խոսքին հետ։ Եվ թույլ տալ, որ իր խոսքը գերբարանափոխե մեզի, transform անե։ Մեկ վիճակ է ուրիշ վիճակի։ Աղոթենք։ Ով դեր քո խոսքդ գենթանի է եւ զորեղ է։ Քո խոսքդ կյանք տվող է։ Քո խոսքդ կփոխե։ Քո խոսքդ կզորացնե։ Քո խոսքդ կպաշտպանե։ Քո խոսքդ հույսով կլեցնե։ Քո խոսքդ կմխիթարե։ Որքան շնորհակալ ենք ով դեր։ Եդակամի շարքը երկար է ով Աստված։ Շնորհակալ ենք քեզ, որ այս խոսքը մեր ցերկերուն մեջ մատչելի է այսօր։ Օգնե մեզի անոր արժեքը գիտնալու։ Գիտենք ով դեր որ քո խոսքդ մեր ոտքերուն ջրակ է եւ մեր շավիղներուն լույս է։ Մեզի օգնե ով դեր որ քո խոսքդ մեր ջամփաներուն մեջը բերենք, մեր կյանքին մեջ ըլլա քո խոսքդ, որովհետեւ մեր խավար կյանքը ով դեր լուսավոր է, կարողանանք քալել քո ջամփաներուդ մեջ վստահ երբով, որ դու մեզի հետ ես եւ դու մեզի գարաշնորհես։ Մեր միտքը բաց, մեր սիրտը բաց, որովհետեւ կարողանանք ընդունել քո խոսքդ։ Մեր սրտի մեջ պահենք եւ խոսքի համացայն որ գսես խոսքդ սրդիս մեջ պահեցի, որպեսի չմեղանչեմ քեզի դեմ։ Օգնե մեզի քո խոսքիդ ընկերակցությամբ սուրբ եւ մաքուր կյանք ապրելու։ Շնորհակալ ենք քեզ ով դեր։ Քեզի կհանձնենք, մեզի իմաստությամբ պտլեցուր։ Մեր Տերոջը Հիսուսի անունով կխնդրենք այս բոլորը։ Ամեն։ Տեր օրհնե բոլորս մի չեղբայր փոլը մեզի եղանակ մը գնվակե մեր սիրո նվերները տանք։ Ամեն։